Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են ներմուծման եւ իրացման փուլերում հարկերից խուսափելու նոր դեպք։ Օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում Զվարթնոցը թանավականի կարգո բեռնահամալիրի տարածքում վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամ երկրներից եւ Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային եւ մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ ու խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավելի քան 142 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Արգրավել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ էլեկտրոնային ծխախոտներ։ Նշենք, որ ապրանքների ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են եւ ցանկացած խախտում կարող է հանգեցնել իրավական հետևանքների։ Հետևաբար Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հիշեցնում է, որ հարկային ու մաքսային փաստաթղթերում տվյալների ճշգրտությունը, ապրանքների ամբողջ ծավալը ճիշտ հայտարարագրելը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև բիզնեսի առողջ զարգացման գրավականներից մեկը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։